Ունգարականոց ստացիոնարში, ռադվեմ ուկը Սանդրիանի անամնեզիապս, մարցխենապիրկի արմոգությունա, նախերուգուրա խվելեպս, Բժշկի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն բարձր մասնագիտական գիտելիքներ, այլև անսահման նվիրվածություն, քանի որ գործ ունի ամենաթանկի մարդկային կյանքի հետ։ Իսկ երբ խոսքը մանկաբույժի մասին է, այդ պատասխանատվությունը կրկնապատկվում է, որովհետև յուրաքանչյուր հիվանդ երեխա պահանջում է ոչ միայն բուժում, այլև հոգատարություն և ջերմություն։ Այսօրվա մեր տեսանյութը կնվիրենք Լամարա Դեմետրաձեին, ով ծնվել և երկար տարիներ ապրել է Թբիլիսիում, հարմարավետ պայմաններում և մասնագիտական հնարավորություններով լի քաղաքում։ Սակայն մի օր նա կայացրել է կյանքի կարևոր որոշում՝ թողնել իր հարազատ քաղաքը և տեղափոխվել Նինոցմինդա, մի փոքրիկ քաղաք, որտեղ բնակլիմայական պայմանները շատ ավելի բարդ են։ Նրա ընտրությունն այսօր ապրում է հարյուրավոր երեխաների ժպիտներում, որոնց նա բուժել է, խնամել և փրկել։ Գադմոգցեմ թմոկլետ չեմիակ մուսուլիս պերիոդ էսիկո 10 ծլիս ծինատ Հակիչ ներկայացնեմ իմ այստեղ գտնվելու պատմությունը։ Այստեղ ես եկել եմ 10 տարի առաջ։ Նինոցմինդա եկել եմ Թբիլիսի քաղաքից։ Այնտեղ ես թողել եմ 2 լավ աշխատանք։ Իմ մտերիմները ինձ խնդրեցին գալ Նինոցմինդա և աշխատել Էվեքս կլինիկայում։ Որոշումը կայացվեց շատ շտապ։ Խոսեցի ընտանիքիս հետ և եկա այստեղ, քանի որ այդ ժամանակ Նինոցմինդայում չկար մանկաբույժ։ Տեղի մանկաբույժը տեղափոխվել էր շրջանից և Նինոցմինդան փաստացի մնացել էր առանց մանկաբույժի։ Այստեղ շատ քիչ էին կադրերը։ Հիմա ունենք կադրերի համալրում, երիտասարդ մասնագետներ են եկել աշխատելու։ Սակայն 10 տարի առաջ այնպիսի ժամանակաշրջան էր, որ բոլորը տարիքով բժիշկներ էին։ Ես, բժշկուհի Ռոզան, բժշկուհի Թերեզան։ Առաջին անգամ, որ եկա նոյեմբերի 17-ն էր, առատ ձյուն էր եկել։ Ես ձյան նման առատ տեղումներ երբևէ չէի տեսել։ Այդ օր լավ եմ հիշում, թե ինչպես եկա Թբիլիսիից ավտոբուսով, տեսա ճանապարհի դժվարությունները, անցա Թեթրիցղարոյի միջով, մտա Ծալկա, հետո մտանք Նինոցմինդայի շրջան, տեսա Փարվանա լիճը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Զալալյանին, այդ ժամանակ հիվանդանոցն աշխատում էր նրա գլխավորությամբ։ Ես տեղ հասա երեկոյան ժամը 9-ին։ Արմեն Զալալյանն իր մեքենայով ինձ բերեց հիվանդանոց։ Հիվանդանոցի բուժանձնակազմը շատ ջերմ ընդունեց, կովկասյան հայկական հյուրասիրությամբ։ Մեծ հարգանքով ընդունեցին։ Դա ինձ համար մեծ պատիվ էր, քանի որ եկել էի անծանոթ միջավայր և ստացա ջերմ ընդունելություն։ Կորոնավարակի բարդ ժամանակաշրջանում, երբ Նինոցմինդայի կլինիկայում բացվեց Քովիդ կենտրոն, Լամարա Դեմետրաձեն միաժամանակ սկսեց բուժօգնություն տրամադրել այն հիվանդներին, ովքեր պայքարում էին կյանքի և մահվան դեմ։ Օր ու գիշեր հիվանդների կողքին լինելով, չվախենալով սեփական առողջության համար, նա անտրտունջ կատարեց իր աշխատանքը, ժամանակը նվիրելով հարյուրավոր մարդկանց կյանքի փրկությանը և առողջության վերականգնմանը։ Օջախտան Սամիշվիլի Սամի ուկե մուզդելի բիճեբի դավտով է Ունեմ 3 որդի, ամուսին, չնայած կային շատ դժվարություններ, բայց ես հաղթահարեցի դրանք և աշխատում եմ Նինոցմինդայի կլինիկայում 10 տարի։ Ես ինձ զգում եմ շատ լավ, կարծես այստեղ եմ ծնվել և ապրել։ Հայերը շատ ջերմ հյուրասեր ժողովուրդ են։ Ջերմությունն ու հյուրասիրությունը զգացել եմ առաջին օրվանից և զգում եմ առ այսօր։ Ինձ դուր է եկել ամեն ինչ, թե մարդիկ, թե գործընկերներս։ Այն ժամանակ Նինոցմինդայի բնակչությունը բուժծառայություն ստանալու համար մեկնում էր Հայաստանի Հանրապետություն։ Այստեղ Ղուկասյանում կար մանկական կլինիկա և բոլորը գնում էին այնտեղ։ Սակայն 1 տարվա ընթացքում կարողացանք այնպես անել, որ տեղի բնակիչները սկսեցին այցելել մեզ մոտ։ 1 տարի անհրաժեշտ եղավ, որ կարողացա ծանոթանալ տեղի բնակչության հետ։ Կամաց ինձ ցուցաբերած ջերմությամբ, սիրով կարողացա վայելել մարդկանց վստահությունը և 10 տարի աշխատում եմ տեղի բնակչության հետ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ձեզ։ Դուք շատ մեծ աշխատանք եք կատարում։ Դուք մարդկանց տեղեկացնում եք ամեն ինչի մասին, որը շատ մեծ աշխատանք է։ Ցանկացած աշխատանքում կարևորը սերն ու ջերմությունն է։ Լինում է, երբ գալիս են զայրացած մարդիկ։ Մեր պարտականությունն է նրանց լսել, հանգստացնել։ Ամեն դեպքում պետք է մարդկային վերաբերմունք ցուցաբերել և ցանկացած աշխատանք կատարել սիրով։ Լամարա Դեմետրաձեի նվիրվածության և հոգատար վերաբերմունքի մասին տեղյակ են շրջանի շատ բնակիչներ։ Նրա հոգատար վերաբերմունքի մասին ցանկություն հայտնեցին բարձրաձայնել շատերը։ Հաճախակի ոչ հաճախակի, բայց երբ գալիս եմ ինքը բարեհամբույր, մարդամոտ, իր կաբինետով, իր աշխատողներով, մարդամոտ
առանց տեղական պատասխանի չի թողնի ոչ մեկին։ Հիվանդները ինչ որ իրենք թեթևացած գազգան, լավ գազգան։ Ես առաջ անգամ կտեսնեմ, որ ասենք ոչ հայ ազգի բժիշկը կամ բժշկուհին իրապես լավ մոդեցում ցույց կտա յուրաքանչյուր հիվանդին։ Դա ասված թող մեր լաբորատորիան ինքը եկել է մեր մոտ մեծարագյալ լաբորատորիան բացվի, մի հատ լավ աղջիկա կամ գանիկ մարդվերը գուզե բժշկուհի մեր մոդելի, իր անմիջական միջամտությունով, ինքը լավ բժշկուհի է, դա ասված թող այդպես դառնան բոլորն էլ, ինքը շատ լավն է, մարդամոտ ու խելացի պանիմաց ու ամենալավը երևի։ Քանի որ այս վիրուսները շատ են, մենք եկանք դիմեցինք բժշկուհի լամարային, բժշկուհի լամարանը ընդունեց, հաշեց երեխայի մոտ հազար, պարկեցուց, բուժումները կստանա տեղան, կոենք որ ունենք այսպեսի լավ մասնագետներ, բժիշկներ, շատ շնորհակալ ենք բժշկուհի լամարաճը։ Իր գործին նվիրալ բժշկուհուն Լամարա Դեմետրաձեին ցանկանանք քաջ առողջություն, թող որ նրա գործը գնահատվի մարդկության կողմից, իսկ կատարած աշխատանքի արդյունքում ժպտան բազում փրկված կյանքեր։